Ես Թելման Պողոսյանն եմ։ Ամեն առավոտ բարձր տրամադրությամբ գնում եմ ծառայության, սիրում եմ բանակը, ծառայությունը։ 20-ամյա Թելման Պողոսյանն արդեն 1.5 տարի է ինչ ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Պարտադիր ժամկետային ծառայությունից պայմանագրայինի անցնելն ու Պաշտպան Հայրենիաց ծրագրի շահառու դառնալը նրա գիտակցված ընտրությունն է։ Պայմանները ստեղծված են, պայմանագրային զինծառայողը ունի մի շարք առավելություններ։ Ծառայության շնորհիվ ես երիտասարդ տարիքում կարողացա կատարեմ իմ առաջին երազանքը եւ ինձ համար գնեմ մեքենա։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ ծառայության եւ կատարել վերադաս հրամանատարության տրված խնդիրները։ Ծրագրի շահառու դառնալու համար Թելմանը նախ պետք է ձեռք բերեր որևէ զինվորական մասնագիտություն եւ անցներ համապատասխան պատրաստություն։ Այսօր երիտասարդ զինվորականն արդեն բանիմաց ու հմուտ հրետանավոր է։ Ինձ վրա դրված է մեծ պարտականություն ուսուցանել նորակոչիկներին, այդ գործը կատարում եմ մեծ սիրով։ Ունենք գերժամանակակից սարքավորումներ, որի միջոցով ավելի հեշտ է դարձել զինվորներին կրթելը, ուսուցանելը։ Ծրագրի ինձեռած հնարավորությունների եւ իր մասնագիտական կարողությունների շնորհիվ Թելմանը ատեստավորվել է, ստանում է բարձր աշխատավարձ։ 18 տարեկանից սկսած աշխատել եմ մոտավորապես 400,000 եւ ավելի գումար, որի միջոցով կարողացել եմ լուծել շատ հարցեր։ Պաշտպան Հայրենիաց ծրագրով պետությունը տրամադրում է արտոնությունների համալիր փաթեթ, որը զինվորականին սոցիալական ապահովության երաշխիքներ եւ ավելի բարեկեցիկ կյանքի հնարավորություն է տալիս։ Եթե կա սեր ծառայության նկատմամբ, կա շարժառիթ, լավագույն ծրագիրն է, որի միջոցով սովորական զինծառայողը կարող է շարունակել իր ուղին։ Կատարիր։ 1 2 Ծառայության այս ձևաչափն ընտրած երիտասարդների թիվն օրեցօր աճում է։ Շատերը ցանկություն են հայտնել պայմանագրով սահմանված 5 տարի ժամկետը լրանալուց հետո շարունակել ծառայությունը զինված ուժերում։ Նրանցից մեկն էլ Նարեկն է։ Ես փոքր ժամանակից սիրել եմ ռազմական գործը, օրինակ վերցրել եմ քեռիցս, ուզեցել եմ ընդունել Վազգեն Սարգսյան, բայց եկա բանակ ու որոշեցի զինվորական գործը շարունակել Պաշտպան Հայրենիացով։ Նարեկը ականանետային մարտկոցի հրամանատար է։ Պաշտպան Հայրենիաց ծրագրի շնորհիվ ծառայում է իր բնակավայրի մոտ։ Միաժամանակ հնարավորություն ունի սովորել ու քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերել։ Ես սովորում եմ ֆիզիկական կուլտուրայի համալսարանում, փրկարարական բաժնում։ Զորամասում թույլ են տալիս մասնակցեմ բոլոր դասերից, հանձնեմ քննություններս։ Միանշանակ շատ լավ ծրագիր է զինվորի համար։ Պետք է արժանապատիվ զինվորական լինես պետության համար, որտեղ պետությունը ջանք ու եռն չի խնայում մեզ համար եւ կարծում եմ, որ պետք է ամեն ինչ արժանապատվությամբ կատարես։ Մենք հիմա գտնվում ենք Թեղենիկ բնակավայրում։ Երիտասարդ զինվորականը սեփական ուժերով հայրենի Թեղենիքում ամառանոց է կառուցում։ Ամառանոցը սկսել եմ կառուցել, երբ որ անցել եմ Պաշտպան Հայրենիաց ծրագրով զինվորական ծառայության։ Այս հատվածում լինելու է 2 սենյակնոց բնակարանը ընտանիքի հանգստի համար։ 1 տարի հետո կայցելենք ձեր տուն եւ կտեսնենք արդեն տունը կանգուն վիճակում։ Իհարկե։ Նարեկը վստահ է, 1 տարվա ընթացքում կկարողանա իրականացնել երազանքն ու ոտքի հանել իր տունը։ Ծառայությունից հետո տուն վերադառնալիս գալիս եմ շարունակում եմ աշխատանքները, հիմա քանի որ ձմեռ է աշխատանքները դադարել են, բայց գալուն պես միանգամից աշխատանքները սկսեն։ Նարեկն ու Թելմանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կծառայեն 5 տարի։ Ծառայության ավարտին կստանան 5 միլիոն դրամ պատվովճար։ Նրանց օրինակը հավաստում է, որ Պաշտպան Հայրենիացը սոցիալական ապահովության եւ մասնագիտական աճի երաշխիք է։ Լաուրա Մամյան, Արամ Սիմոնյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։